Մեծարգոտնորեն, հարգարժան հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, Հայաստանի Հանրապետության Երևանի 99 միջնակարգ կուրսի 4-րդ դասարանի անունից ուրախ ենք ողջունել ձեզ։ Այսօր մենք ձեզ բերել ենք այն արշավանքներից, որ համարել ենք մերոքում մեր մտքում ուսումնառության տարիների ընթացքում։ Հենց այս արշավանքների լեզվով խոսել ենք այսօր մեր լուսնական 4 տարիների մասին։ Իսկապես բարի օր է, քանզի այսօր կերտվում է 4 տարեկան մի պատմություն, ամենաբացառիկ և ամենագեղեցիկ օրը։ Իսկ հիշում եք Տիգրան, թե 4 տարի առաջ ինչպես սկսվեց այդ պատմությունը։ Մենք չեմ մոռանա այն օրը անցած, երբ առաջին անգամ սրտի թրթիրով դպրոցի շենքից ներս մտանք վախով։ Մեզանից շատերը վախենում էին դպրոց գալ։ Մենք մտածում ենք, որ երբեք չէինք խաղալ, հեքիաթներ չէինք լսի։ Կարծում ենք դպրոցում մեզ սպասում էին միայն ցանցերի դասերը և Քրիստոս ուսուցումները։ Մենք չգիտեինք և ինչ իմանանք սպասում է սիրտ մերականացած մեր սիրով հակադրության և ծով բարության։ Ես չգիտեի և ինչ իմանայի, որ սպասում է ինձ գեղեցիկ մի դեմք ժպիտով պայծառ և մի զույգ աչքեր լսության պարմար։ Եկեք մի բան ետինենք, հիշեք այն օրը անմոռանալի, հիշենք թե ինչպես իմ սպասում այդ օրվան, ինչ ապրումներով ու ինչ խոհերով։ Երկու թվական օգոստոսի 31 սեպտեմբերը մեծ ցնծություն, մեր սրտերում ուրախություն, պիտի դպրոց մենք հաճախենք, այսուհետև էլ փոքր չենք, պայուսակ ենք արդեն գնել, նոր հագուստներ ու կոշիկներ։ Ու սրտերն է մեր փոթորկում, հազար հարց է մտահոգում, տեսես ինչ է այդ դպրոցը և ինչու եմ այսքան ուզում, սիրտս ուժգին տրոփում է, ես իմ լացն եմ մի կերպ զսպում։ Ու թե հանկարծ ու մեր տուն գանք, անպայման մեզ կխղճա։ Տեսեք, մայրիկն ու տատիկը խրատներ են անվեж կարդում, բոլորովի մեջ են խղճում։ Եկեք գնանք Էրիկենց տուն, տեսնենք այնտեղ ինչ են անում, այնտեղ մայրիկն ու տատիկը Էրիկին են դասեր տալիս։ Ես չբազես, հանկարծ չուտես, չարություններ շաչանես, աղջիկների չնեղացնես, շատ չխոսես, չբղավես։ Դե լավ մայրիկ, չեմ հասկանում, թե դպրոցում ինչ են անում, թե չեմ վազում, թե չեմ բղավում, սրա նրանք են խաշկում։ Էլ ինչու եմ դպրոց գնում, որ այդպես է։ Լավ է, որ ես դպրոց գնամ, պայուսակս կհաճարեմ, լևից կաղ կգնեմ։ Կոշիկներս ինձ պետք կգան, իսկ տերտերս ամենևին, դրած նրանք ես հանութից կգնեմ մի մեծ նարի։ Տատիկն այստեղ չի դիմանում, ծնկներին է զարկում։ Որ քորանավ, ինչ ես ասում, մեծ հույսերից մեր փայփայ, թե կդառնաս մեծ բժիշկ և ինչքան կյանքեր պիտի փրկես։ Մայրիկն այստեղ շատ լավ գիտի, թե Էրիկին ինչպես նեղի։ Չեղավ, այդ խելոքս, պայուսակը շատ թանկարժ է, ինչպես է դրա դիմաց ընդամենը մեկ պահպահ։ Շատ թանկարժ է, թե որ այդպես է, ես կգնեմ ոչ թե մեկը, այլ երկուսը, սեք տան 4-ը, 6-ը։ Օգնի մայրիկ է, շպիտան թե պայուսակի դիմաց որքան արել ես կվարսնեմ։ Ինքդ հաշվի մեծ ես արդեն։ Այ մայրիկ ջան, ինչպես հաշվեմ, թե որ դպրոց չեմ գնացել, հաշիվանել չեմ սովորել։ Չէ, լավ է, որ ես դպրոց գնամ, գրել կարդալ սովորեմ, և գումարում, և հանում, հետո արդեն կկայացնեմ, նոր որոշում։ Գլորվեցին տարիները և ուշ դարձան լավ օրերը, մեր սրտերում միշտ ուշ կմնան հետաքրքիր մեր դասերը, ուշ կմնան ու չեն մարիսեր ու կարոտ ու կարմրի սրտի խորքում կարոտ աղմար, բայց դե կյանք եք հայնենք առաջ։
Թողարկումը համարում են բացված եւ մենք բոլորին ասում ենք Աշխարհը դի է հրաշալիքներով։ Միթե հրաշալիք չէ հենց բարև բառը։ Հրաշք է, որ մեր ոսկեղենիկ հայերենով այսքան բարձ ու այսքան ջերմ բարև ենք ասում։ Հրաշք է, քանի որ բարև բառի արմատը բարին է։ Եվ Փարոս Ալեքսանդրայի շատ են հայտնի։ Աշխարհի 7 հրաշալիքներ, հարգեք դուք մշտապես, բայց կա 7 հրաշալիք, որը չի նշվում պաշտոնապես։ Առաջինը հենց նա է, ով հրաշալիքը ստեղծեց այն։ Նա է ոգով ու հանճարով կոչվում է Առասարակ մի գյուտ է մարդը, որի լավն է շատ, ոչ թե վատը։ Այս աշխարհում բարեկամներ, եթե կան լավ գործեր, լավ մարդիկ են ստեղծել միշտ, լավ մարդիկ են պահել միշտ։ Իշխաները շատ են փորձել ցնցել ցեղամարտկային, փոսի մոխի լցնել ապրած տեղամարտկանց, բայց քանի որ մենք ապրում ենք եւ կանք աշխարհում, բարի մարդիկ ասել են թե լավ մարդիկ կան, որը զսպում են վատին։ Արդյոք ինչով է կյանքը գեղեցիկ։ Մանուկներով է կյանքը գեղեցիկ։ Արդյոք ինչով է կյանքը գեղեցիկ։ Մանուկներով է կյանքը գեղեցիկ։ Գեղեցիկ անապատություններով։ Գեղեցիկ է նա ու հրաշալի սիրահարներով ամբողջ աշխարհին։
Կյանքը թանկ է, գուրգուրիչ։ Կյանքը հարստություն է, պահպանի, կյանքը սեր է, վայելի, կյանքը խորհուրդ է, իմացի, կյանքը խոստում է, հարգի, Կյանքը միշտ է ախարի, կյանքը պայքար է ընդունի, կյանքը գերտի։ Կյանքը շատ թանկ է, մի կործանիր։ Եվ կայ որ հրաշալիք, նա մեզ աշխարհ բերեց եւ ոչ մեկի, ոչ մի անգամ, ոչ մի վայրկյան չի մոռանում։ Աշխարհն էլ մեզ դավաճանի ինականնած է միշտ մեզ համար։ Հրաշալիքն այս իրերի կոչվում է Սրբություն, ամենասուն, մայր, նրբություն, ամենանուր։
Իրանի լինեսին ողջ կյանքում մայր քեզ եմ սիրում։ Ինչ տամ քեզ մարիկ, մի բուժը պիտակ, սիրում ես փույց տամ, թե բույլով ասներ, ես քեզ ինչ տամ, մամ կամ ինչ նվիրեմ, որ քո ծով սրտյապ, բողողել։ Թե աշխարհն է տամ ստեղծողատու ես, թե սիրտս քեզ տամ կերտողատու ես, ես քեզ ինչ տամ, մամ կամ ինչ նվիրեմ, որ հյուրը խոքին հույսով բողողել։ Մամ, իմ աշխարհն ես, այս աշխարհում։ Եվ կա չորս հրաշալի, դա մենք երկու աշխարհը գալի և մեր տեսքով արմարությամբ նորմատիկ կյանքի տալիս։ Մենք ձեր հույսն ենք արմատության, երկրորդ կյանքն ու հավատն ենք ձեր, հրաշքն այս անվան։ Մենք մանուկներն ենք ձեր։ Մայրիկ ամուր գրկում եմ քեզ, մտածես, բան չմնալ, շուտով տանը կլինեմ, այգի տեսնես մամ, երբ որ գարտում մի մեծ ու ճոխ հասարիկ կանեմ, դու միայն դիմացիր։ Մամ, շնորհակալում ես դու ես իմ մայրը, գիտես այսօր երազում ես, դու տղաներից սեղան էր բացում, իսկ հայրդ քեզ տակ հորովել էր երկու։ Մամ ջան, գիտես, երբ սահմանի բարձրունքին կանգնած ենք լինում, մի մեծ ցանկություն է առաջանում, թող աշխարհում խաղաղություն տիրի, խոստանում եմ, ամեն բան լավ է լինելու։ 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 Իմ անունը Գոռ է, ազգանունս Բգան, հայրս գործարար է, մայրս տնային տնտեսուհի, ունեմ ինձանից փոքր քույր, սա իմ մասին, իսկ հիմա իմ երազանքը, երազում եմ դառնալ հայրենիքի զինվոր։ Իմ անունը Դավիթ է, ազգանունս Մկրտչյան, ինձ այդպես են անվանակոչել իր պատիվ պապիկիս, նա շատ ազնիվ և բարի մարդ է, ունեմ մեծ քույր, սա իմ մասին, իսկ հիմա իմ երազանքն է, ուզում եմ լինենք միասնական, լինենք հզոր, պայքարենք մեր սուրբ հողի համար, որ երբեք չենք զիջելու։ Չենք զիջելու։ Մենք բոլորս եկանք և զինվորներ ենք այս սուրբ հողի։ Շնորհակալություն, հայ զինվոր, հայ մարդ, հայ ոգի։ Սիրելի զինվոր, թույն տուր քեզ եղբայր կոչեմ, եղբայրս, ամեն բացվող առավոտ ես քեզ համար եմ աղոթում, աղոթում եմ առասպել, որ սահմանից ոչ մի բան դուր չստանամ։ Իմ եղբայրն ու խոստացել ես ասել պիտի գաս թեկուզ մի քիչ ուշ, բայց գիտեմ կգա։ Իմ մանկան հոգով խոստանում եմ, ես էլ եմ քո զինվորը դառնալու, հայ ասնի։
չի ապրել։ Տեսեք, հրաշալիքն այս գեղեցիկ կոչվում է Սեր աշխատանքի նկատմամբ։ մեր աշխարհի ամենագեղեցիկն այն է, որ ստեղծված է աշխատանքով, մարդկության հմուտ ձեռքով։ Եվ կյանքն ու աշխատանքը այնպես են կապված միմյանց հետ, ինչպես բույսն ու լույսը, չէ՞ որ իրական երբևիցությունը ծնվում է, հարաճվում է ազնիվ աշխատանքի մեջ։ Խոնարհ պտուղներից ամենակարծրն աշխատանքի պտուղն է, և ճիշտ է ասված հայկական առածանյուն, որ ծառը գովաբանում են պտուղով, իսկ մարդը աշխատանքով։ Մարդասիրություն, իմաստություն, ուշիմություն,
ջերմ ու թափուկ սեղաններով, հարմարավետ ու մեծ կանչող պայմաններով, իր խնամված փոքրիկ այգով, մեր հերասների նկարներով, մեծրոպատար հայոց լեզվով, գիրք կարդացող հայոց մանուկներով, ու ուխտավորներն են այս պատգամի տնօրինությունն են մեր հարգարժան։ Նրանք են ստեղծում կարգ ու կանոններ, քիչ օրենքներ, որոնք մեր դպրոցը դարձնում են մեծ ընտանիք, եւ այսպես մեր մեծ ընտանիքի ղեկավարներ պարոն Ասատրյան, ընկեր Գևորգյան, ընկեր Մարգարյան, ընկեր Քամալյան։ Շնորհակալություն ձեր անմնացող նվիրումի համար։ Բազում հրաշալիքների մեջ կա ևս մեկ հրաշալիք, դա մարմարացումն է բարության, լույս շարակողը կրթության, միշտ իջանժան ուղեկից, մեր սիրելի ուսուցչուհին։ Դուք մեր օգում անմար կրակ, դուք մեր օգում սերանավակ, մեր ուսանը, մեր ուսամուր ամենազան խորհրդավոր։ Սիրում ենք մենք շփիտ ծծրել, շարժ ու ձևը հեզ ու բարի, ձեր աչքերի շողը պայծառ, որ նման է այնքան նման սուրբ աչքերի մեր մայրերի։ Եվ վերջապես կա 7-րդ հրաշալիք՝ մի սրբություն, առանց որի իրենց որպես ու մարդիկ, իսկ նրա հետ մեծ ու զոր հրաշալիքն այժերավոր կոչում են հայրենիք։ Կարելի է այս աշխարհում ապրել առանց բուրգի, սակայն անհնար է ապրել առանց հողի հայրենիքի։ Աշխարհի բոլոր հայերի համար հրաշալիք է դու Հայաստան աշխարհ։ Հայր բարերով սիրով է մայր և թանկ սրբություն։ Գիրքը, Չմարող հոգի, Մասիսը, ավատը, Սուր բանուներն են բարել։ հայը կայքը վաղնից է և ամենից դուս է։ Ինչ է հայրենիքը։ Հայրենիքը այն է մարդու համար, որ ինքն է ծնվել, որ հողն է մայրը։ Հայրենիքը սիրում է ոչ թե այն պատճառը, որ մեծ է ու հարուստ, այն որ հորն է։ Ես Հայաստանն եմ։ Մասիսյանն է, Բարձիսյանն է։ Արաֆնուվանն է, Գապույտ Սևանն է։ Հայկ Լուվաթանն է, Տիգրան Ալքանն է, ես Ռամազանն է, Որքան Տավնին է, Նուրն ու խաղողն է։ Իրանը Ոսկաշը, Խաչքար կարպետ։ Խոյանքն է մեզ։ Սա իմ տունն է, իմ փոքրիկ անկյունն է, իմ պապիկի տնկած այգին ու հողն է, իմ քնքուշ, իմ անուշ հայրենին, կդառնամ պահապան քո դաշտերին ու իմ մասի սարին։ Խոս